Բարեկամներ մենք վերադառնում ենք Դիլիջանից, Երևան Սևան Մայրուղին է մեր կադրերում, տեսեք անձրևից հետո ջրահեռացումը ուղղակի ողբերգական է, որովհետև ճանապարհի մեծ մասը ջրափոսեր են, ջրային գոյացություններ են, ջուրը էլի լսվեր, այսինքն ինքը այսը գազը սպրծակ, այսինքն ջրահեռացումը թեքությունը ճանապարհի չի բավականացնում, որ նորմալ ոնց կարգնա ջուրը հեռանա, գոյանում են ջրի հետքեր, որը կարող է մեքենան վերցնել ու տանել մեկ ուրիշ ուղղությամբ, որը դու չես նախատեսել։ Հիմա այստեղ վարելուց մի խոսքով պետք է շատ ուշադիր լինես, զգոն լինես, որովհետև այս ճանապարհը ինչքան գեղեցիկ է, երկու այդքան վտանգավոր է եւ իմ ասացի ապացույցն այն է, որ շատ են լինում այստեղ վթարներ, հետեւաբար ընկերներ ջան, խնդրում եմ ձեզ, որ այստեղով անցնելուց շատ ուշադիր լինեք, զգոն լինեք եւ անգամ մի վայրկյան չկորցնեք ձեր ուշադրությունը այս ճանապարհից, սա շատ վտանգավոր է, այստեղ վթարները անհատաբար շատ են լինում, հետևաբար անփորձանք երթևեկություն բոլորիս, այս վտանգավոր ճանապարհով մենք հիմա գնում ենք ուղիղ Մասիվ, այնտեղ Դոնֆիշ ռեստորանում հավաքվել են մեր Նունեի հարազատները, Նունե քույրիկի ծննդյանօրն է եւ նրա քույրիկի Ռոզայի նշանածը ընկերը Սեյրանը իր ընտանիքի անունից, նրանք գտնվում են Գերմանիայում եւ շատ գեղեցիկ գործով են այնտեղ զբաղված, ունեն ռեստորան, ստեղծագործում են օտարափերում, բայց իրենց համոհոտը հայկական չեն կորցնում, մի բան էլ այստեղից պետք է հարսիկ տանեն իրենց օջախ, ինչը գովելի է եւ եթե չլիներ այդ կապը, չլինի նաեւ այս գեղեցիկ անակնկալը։ Գնում ենք Նունե քույրիկին շնորհավորելու տորտու ծաղիկով, բայց ասեմ այս ամենից անմասն չեն մնացել նրա քույրիկը Ռոզան եւ իհարկե մայրիկը Մարինե քույրիկը։ Նրանք նույնպես ունեն ծաղիկներ մեր Սեյրանի կողմից եւ նրա ծնողների Գարոյի եւ Հեղինե քույրիկի կողմից, Գարո Անուշախոր եւ Հեղինե քույրիկի կողմից ունեն ծաղիկներ, մի խոսքով համ Օբելարին ենք ծաղիկ տալու, համ նրա քրոջը, համ էլ նրա մայրիկին։ Ծաղիկները նվիրելու ենք մի շատ պարզ ու շատ կարևոր պատճառով, որ այդքան լավ աղջիկ է ծնել դաստիարակել մեր խնամիական կապ այսօր ամրապնդվելու է ավելի ուժեղ, որովհետև մեր Անուշ աղբեր Գարոն եւ նրա կինը Հեղինե քույրիկը որոշել են շնորհակալություն հայտնել, որ այդքան լավ աղջիկ են դարձել են արդեն աղջիկ ընդունում, այդքան հարազատ է իրենց, հետևաբար ընկերներ շատ տավարիք են գնում, մի կողմից էլ գալիս է ծաղիկները, որ ծաղիկ նվիրենք, այո։ Բարեկամները հա տեսեք ինչ գեղեցիկ է, երկու կողմից վարդիներ, կանաչ սաղարթով խիտ, ճանապարհը գեղեցկացրել են, դարձրել են հեքիաթի պես, գլադիատորի կինոյի պես էլի, ասենք սես տեսարան է այստեղ, նայելով գնում ենք, իրանում ենք ու biz լավ ենք զգում, որ մեր հայոց աշխարհում նման լավ մտածող մարդիկ կան ու ստեղծագործում են, իրենց միտքը այնքան գեղեցիկ է, որ արտաքին աշխարհն են գեղեցկացնում այդ մտքով, մենք էլ կողքով անցնելուց հիանում ենք, հպարտանում ենք, որ այդպես հայրենակիցներ ունենք, աչի ստորակառույցներն են, այստեղ հաշված տարիներ հետո ասեղից տեղ չի լինելու, քաղաքը մեծանում է, Երևանն է մեծանում, այսպես սահմանները մեծացնում է, լիքը շենքեր, շինություններ, բարի մարդիկ, հայոց ընտանիքներ, սուրբ օջախներ։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր մարզերի քաղաքները, մարզկենտրոնները, գյուղերը այսպես մեծանան, սաներ կառուցվեն եւ հզորանանք, բոլորս ուժեղ լինենք միասին։ Իսկ հիմա բարեկամներ ձախից գեղեցիկ խաղողի դաշտերն են, շուտով այստեղ լավ բերք է լինելու, ինչ սիրուն է, ապես, արտուղը, ստեղծուղը, երան, բայց ոնց որ խաղող չի, ուշ բան է, խաղող ինչ է, որ ես խաղողի նման ենք դեղց կշպարներով, դեղցն է, ուղղակի ենթադրում ես, սիրուն է էլի, ամայի դաշտերը սարքել են այգիներ, պատկերացու ինչքան աշխատանքա պետք է դրան հասնելու համար, ինչքան ուժ ու եռան, դե ինչ ընկերներ գնանք մինչև կհասնենք Դոնֆիշ, մինչ հասնելն էլ այս սիրուն տեսարաններով կիսվելով գնում ենք, որ տեսնեք իմանաք, հիմա գտնվում ենք Աբովյանից դեպի Ջրվեժ գնացող ճանապարհի վրա, այսինքն այս ճանապարհով եթե ուղիղ անցնես գնաս, կգնաս Գառնի տանող ճանապարհ։ Աչից ու ձախից նորակառույցներ են, աչից մեր սուրբ լեռն է, պատված ամպերով,
անշաղոտ է, էլի։ Անորոշ է եղանակը։ Դիլիջանում անձրև էր, այստեղ ոնց որ անձրևը եկել է ու էլ չի գալիս, օպելն է գեղեցիկ զարդարված է, ոնց կազերի մեջ օպելի լույսերը։ Բարեկամներ, մենք արդեն հասանք մեր շատ սիրելի Don Fish ռեստորան։ Այս հաստայից մուտք են գործում։ Որտեղ ենք կանգնելու։ Բացի աղջկա ծննդա։ Երկու հատ ունենք էլի ծնունդ։ Հա, հենց այդ անունները գիտեք։ Այ։ Հեսա ասեմ, մի տանը չէ, էսի չի։ Այ հեսա։ 1000 բարին ախպես, նուն է, Օբելարյանը։ Ստեղ է ավերև, նա։ Դե կարանք ստե դիրքավորվենք, մինչև ծաղիկներս էլ բերեն նորելն եմ, էլի։ Այդ հանդիսապ, հոլ է հա ձեր մոտ, մի քանի առիթ նստած են։ Չէ, Էսի մեր առիթից են, նա։ Հա, շատ լավ է։ Սապանս, Արտուր ջան հաճելի է մեծ բան անենք, էլի։ Անակնկալ կազմակերպենք, դու վերևում քանի ուքան ծառիթա։ Ախպերս մոտ մի 50-60։ 50-60, նա ախպեր բանը դու պրոստը պետք է հայտարարես անակնկալ կա, ես գամ ընդ սիրուն կազմակերպ միկրոֆոն տաս, խոսամ, ասեմ, սիրուն տեղին Արտուր ախպեր, սիրուն հագնվել ես։ Հենա այն պատշգամբում նկատեցի քեզ անգամ։ Դե, հա, դեսը հելնենք ավարտվի քեզ ան Չգիտեմ, չէ երևի, ասա անակնկալ կա, կամ կարաս ասես, եթե կհիշես ասա Մարգարյան Ստեփան Չեսիշի ջանդամ, ոչինչ է, հա, Մարգարյան Ստեփան նմանի անունը ոնց կա։ Հա, վсё, բանը, մենք կարան գմփիկ պայթացնենք ընդ այն մեծ փաթիլներից է, այն սիրուններից է, որ երկու օր չեք մաքրում։ Հեշտ մաքրվողներից, հա։ Անենք հիմա որ կազմակերպ։ Դե սիրուն է, էլ էդի առիթի գեղեցիկ մասերից է։ Պատմել եմ, որ ում կողմից է ինչ է։ Նունե, Ռոզա, Մարինե, Սեյրան, Գարո, Հեղինե։ Բարեկամներ, հիմա մենք արդեն ասել ենք Don Fish եւ կազմակերպում ենք մեր անակնկալը, հիմա վառեմ լույսերը, կաղայ դեր զայրկաչ ունի։ Վառել ենք լույսերը, որպեսզի գնանք մեր Նունե քույրիկի ծննդյան օրը շնորհավորենք, իհարկե կանչելու ենք կենտրոնական պարահրապարակ Նունե քույրիկին եւ նրա ամուսնուն Հրաչ Անուշ աղբորը, որ Հրաչի ձեռքով նվիրի ծաղիկները Նունեի քույրիկի Ռոզայի ընկերոջ կողմից ուղարկված, ընկերոջ ընտանիքի կողմից Սեյրանի նրա ծնողների Գարոյի եւ Հեղինեի կողմից։ Հիմա հաշված վարդյաններ հետո մտնելու ենք ներս ու անակնկալն անենք, երբ որ Արամ Ասատրյանը երգի վերջացնի։ Բարև ձեզ, ո ձեր ծնունդը չի։ Հա, լավ է դե։ Ես Գարիկն եմ վարկել։ Դուք ինչ իմացաք։ Ես Գարիկի հարցն եմ։ Հա, իհարկե։ Դուք զգում եք ինչ է։ Այդ զանգել են։ Չէ։ Հա։ Հա, իմացա։ Դուք եկել եք Եվրոպայից։ Հա, մի ասեք, հեսա որպեսզի մտնելու ենք ներս։ Հա, Գերմանիա։ Դե բարով եք եկել։ Եկել եք քույրիկի ծնունդը նշեք։ Ապրեք։ Այսպես միշտ սիրող քույրիկ լինեք։ Ջան ախպերս։ հետևում եմ։ Հա, ջան եմ ասել ախպերս, բա անունը։ Էդգար աղա։ Էդգար ջան, հաճելի աշատ, ախպերս։ Հեսա էլի եկել ենք անակնկալ անենք։ Ապրե ախպերս։ Ախպերների լավ հարազատների Լավն եք, դուք էլ միշտ sense լավ առիթների մեջ ելնեք, ուժեղ ելնեք, ախպերս իրար տանք, sense ժպտանք։ Դու Գերմանիայից ես եկել, դու էլ ես Գերմանիայից։ Հա ուժեղ։ Կրասնոդարից եմ եղավ ծավալ։ Ինչպես ես։ Հիմա Արտուր ախպերը թող հայտարար։ Այս մային ևս մի հրաշալի անակնկալ ունենք մատուցելու մեր Նունեի։ Իսկ անակնկալը կմատուցի, իսկ մեր շատեր են տեսել այդ հրաշք անձնավորությունը։ Շնորհակալ եմ բարեկամս, հարգանքներս բոլորիդ մենք լավ գեղեցիկ ծափեր տանք, հա։ Ես տեսնում եմ Նունեին, բայց չեմ տեսնում Հրաչին։ Ուր ես Հրաչ բարեկամս։ Կողը նստած է, կանգնիր կողքին, որովհետև դուք ունեք անակնկալ, շատ կարևոր, լավ բարեկամների կողմից։ Հիմա ես ուզում եմ Նունե քույրիկի քաղցրությունը հասցնեմ իրեն եւ հրավառություն անենք։ Հրաչ, գիտես ինչ եմ քեզ կանչել, որ նայեն քեզ ազդվեն լավ ծափեր տան, հա, ծափերը տվեք էլ է։ Ես հիմա ուզում եմ մեր Նունե քույրիկին ասեմ, որ այս մոմերը կախարդական են եւ երազանքներ են կատարում, այնպես որ ինչ երազանք որ ունենաք, իմացեք որ կատարվելու է, սերը թող շատ լինի Աստծո օրհնությամբ։ Իսկ հիմա երազանք պահի ու փչի Նունե քույրիկ։
կյանքը իմ քույրի Քեզ հետ ծնվել է Ապրեք ծափերի համար, ես եկել եմ մի քանի հոգու կողմից, ովքեր ձեզ շատ են սիրում և շատ կուզենային այստեղ ներկա լինել, հրաչկա աղա դու իմանաս ում կողմից եմ եկել։ Ասա մոտավոր Գերմանիայից, տենց ասա։ Հա։ Հրաչը ամեն ինչ գիտի, նունե քույրիկն էլ ոնց որ արդեն ուզում է իմանա ում կողմից է, բայց ես էլ չեմ ասում, որովհետև հիմա պահն է վրա ասել, որ այդ քաղցրությունը փոխանցեք մեկին, որովհետև հրաչին որ կանչել էի հատուկ, ծաղիկ նվիրելու համար եմ կանչել, որը տաս դու։ Ծաղիկներ, իհարկե, ծաղիկներ, հրաչ, ես մի ծաղիկը, արդեն լավ, ասեմ ում կողմից է, մեր Սերան աղբոր կողմից է, ուղարկել է իր սիրեցյալի քույրիկին, շատ սիրում հարգում է։ Իմ ձեռքով քեզ անցնում եմ այսօր ուրիշին Բայց քանի Շատ լինի, հրաչ աղբեր, և իհարկե մի ծաղիկ էլ բերել ենք, ում կողմից բերած կերնենք։ Գարո Անուշ աղբոր և նրա կնոջ հեղին է քույրիկի կողմից էլի մեծ սիրով ծաղիկներ, բայց ես մեկը ավելի ջիջարով, էլի գրքի մտ պաչի կարա։ Ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես Նրանք ամեն ինչ կանեն, որ դուք ուրախ լինեք երջանիկ, որովհետև հարգանքը այս հատուկ ձեզ համար տածվել է ձեր քույրիկի լավ մարդ լինելու համար։ Մեր Ռոզա քույրիկ, ինչպես ես։ Արի գնա քույրիկի մոտ, որովհետև քեզ էլ են ծաղիկներ ուղարկել։ Մեր Սերյանը հեռավորության վրա սեր այնքան է շատացել, այնքան է կարոտել այս երկու օրվա մեջ, 2 օր ասել կա, մի 3 օր, 4 օր, 5 օր, շատ է կարոտել քեզ ու սպասում է որ գնաս, այս ծաղիկներն էլ քեզն են։ Քեզ հետ եմ քայլի մարել առաջին Ամենակարևոր ծաղիկների, ծափեր տվեք, ծափեր, որովհետև շուտով մեր Ռոզան էլ կդառնա հարսիկ, երբ որ գնա Գերմանիա, այո, բան չի մնում, շատ քիչ։ Իսկ այս ծաղիկները հատուկ մեր Գարո Անուշ ընտանիքի կողմից որպես շնորհակալություն բերել ենք մեր Մարինե քույրիկին ուրենա, որտեղ է հրավիրում ենք ձեզ կենտրոնական բարահրապարակ, եկեք ձեր գեղեցիկ դուստրերի կողքին և ոչ պակաս գեղեցիկ հրաչի կողքին կանգնեք, ծափերն էլ բարձր տանք, չէ որ սուրբ մայրն է այս գեղեցիկ առիթը ստեղծել մեր բոլորիս համար տարիներ առաջ։ Ձեզանից շատ շնորհակալ եմ, զգացված եմ, որ այդքան լավ ու բարի աղջիկ եք ծնել դաստիարակել, այնքան շատ են սիրում, որ այդ շնորհակալությունը հատուկ ուզեցել են հայտնել այս ձևով, առողջ լինեք, լավ լինեք, իսկ այս ծաղիկները ես կտամ ձեր շատ սիրելի փեսային, այն մի փեսայի անունից, փեսայի ծնողների անունից, որ նվիրի ու գրքի փեսաների, փեսաների իհարկե։ Լի ամենաջերմ սիրով որ աստղերը օրորվեր Քո սիրո լույսի ներքո Առողջ լինեք, սերը թող թագավորի բոլորիս օժախներում Աստծո օրհնությամբ, ձեզ լավ տրամադրություն, լավ օր, իսկ մենք հեռանում ենք, Արտուր, շնորհակալ եմ քեզ շատ բարեկամս, ես զգացի, որ դու ուզում ես ներկայացնես, բայց ես միշտ վռազ եմ, բայց երկու տղա ունեմ, ասեմ մանաս, մի հատ էլ աղջիկ։ Միած Ստեփանի բարձրացան, բարիք Ստեփան ջան ամենսի։ Հույսով եմ ենք այս հավեսով արիտերով անպայման հանդիպել։ Ապրեն, Բարեկամներ, գեղեցիկ կազմակերպեցինք ևս մեկ անակնկալ ու հեռանում ենք, գնանք Եղեգնաձոր, գնացինք, հələ սիրուն ես կադրը վերցեմ, որ ուրախ են, տես ինչ ուրախ են աղբեր, դու տես վախտեր շուտ մի հելի, մոտիկացրու, գեղեցիկ, ուրախ ընտանիք, երկու դուստրեր, փեսա և մայրիկ, խնամիների, սերը հասավ տեղ, գնացինք, վսյո, գնացինք, չզում գնանք, դուրդ եկել է Դոնֆիշը, հավանել է Դոնֆիշը, չի ուզում գնանք, Հաջողություն, շնորհակալ ենք լավ դիմավորելու համար,
Ահա դոնք ֆիշում մեզ դոնի նման դիմավորեցին, ես ինձ հիմա ֆիշ եմ զգում, այնպես որ ու ասեմ ձեզ ոսկե ֆիշ, հիմա մենք աղբը նետելով աղբաման կհեռանանք, կգնանք մեր մեքենայի մոտ, որը մի երկու կվարտալ այն կողմ ենք կանգնացրել, որովհետև ստեղ չկար։ Անուշ աղբերներ, մեծ աղբերներ։ Հելանք, հենա գնացի են խանթի կողը կայնա, էլի, տեղ ճարի կայնա, հա։ Դե հելանք, լավ մնացեք, առողջ եղեք, հարգանքներս։ Հիմա ես Մասիվյան փողոցներով քայլում եմ ու ֆիշի հոտն է ընկել քիթս։ Արա, բայց սոված եմ ես, հա, բա ինչ եմ, սոված եմ, արիթանք մի տեղ հլտենանք որտեղ ենք հաց ուտում։